Եկեք սրտանց ասենք փառք մեր Տեր Աստծուն, սիրելի եղբայրներ, քույրեր, թող Աստված օրհնի եւ իր Սուրբ Հոգով այսօր հպի մեզ բոլորիս, որ մենք կյանքի հացը առնենք, կենաց ջուրը, որ երկնքից հոսում է, խմենք եւ մեր հոգիների ծարավը հագեցնենք։ Ես ուզում եմ կարդալ 11 Սամոսից մի քանի համար եւ մի համարի վրա պետք է կանգ առնենք։ Սամոս 11 Տիրոջը ապավինեցա, ինչպես իմ անձիս կսեք, թե թռչունի պես դեպի ձեր լեռը թռչե։ Բացի ահա մեղավորները աղեղ լարեցին, իրենց նետերը լարին վրա պատրաստեցին, որպեսզի մութ ատեն սիրտը շիտակեողներուն նետեն։ Եթե հիմերը կործանին, արդարը ինչ պիտի ընե, Տեր իր սուրբ տաճարին մեջ է, Տիրոջ աթոռը երկինքն է, անոր աչքերը կտեսնեն, անոր թարթիչները կքննեն մարդոց որդիները։ Ահա այստեղ ուզում եմ հիմնական ուշադրությունը դարձնենք 11 Սամոս 3-րդ խոսքի վրա։ Եթե հիմերը կործանին, արդարը ինչ պիտի ընե, Եթե հիմերը կործանին, արդարը ինչ պիտի անի։ Մինչև այդ կուզեի ասել եղբայրներ, քույրեր, որ այս Սամոսում Դավիթը գտնվում էր ծանր ու վտանգավոր վիճակի մեջ։ Դժվար է որոշել, թե Դավիթի կյանքի որ ժամանակաշրջանն էր այս Սամոսում, Սամոսը գրել ինքը, բայց մենք գիտենք, որ Դավիթին հաճախ սպառնում էր վտանգները Սավուղ թագավորի կողմից, Սավուղ անընդհատ հալածում էր, հետո իր որդու Աբիսողոմի կողմից, միշտ, ասենք, Դավիթը այսպես գտնվում էր, ասենք, միշտ հալածանքի տակ։ Եվ Աբիսողոմի ժամանակ Դավիթը Սավուղից փախավ անապատ եւ այնտեղ պահվեց մոտ 10 տարի։ Իսկ Աբիսողոմի ժամանակ նա անցավ Հորդանան գետի մյուս կողմը։ Բայց այս ժամանակ, այս պահին, երբ որ ինքը գրում այս Սամոսը, Դավիթը չփախավ, ոչ փախավ անապատը, ոչ փախավ Հորդանանի ցենքում, այլ սպասեց իր տեղում։ Իր այսպես զինակիցները իրան ասում էին առաջի համարը, առաջի համարի երկրորդ մասը, Տիրոջը ապավինեցա, ինչպես իմ անձիս կսեք, թե թռչունի պես դեպի ձեր լեռը թռչե։ Ասում ես Տիրոջն եմ ապավինել։ Դուք ինչի եք ինձ ասում, թռչունի նման թռնենք, փախնենք, գնանք լեռները, որպեսզի մեր կյանքը ապահովենք։ Ես Տիրոջն եմ ապավինել։ Այստեղ մենք տեսնում ենք Դավիթի մի նոր վիճակը։ Նա ոչ թե փախնում էր, այլ ասում էր, ես Տիրոջն եմ ապավինել։ Դուք ինչի եք ինձ ասում, փախնենք, գնանք լեռները։ Եղբայրներ, քույրեր, երբ որ Դավիթը տեսնում էր այս վտանգները, աղետները Դավիթի կյանքում, նրա խորհրդակիցները տարբեր խորհուրդներ էին տալիս, բայց նա չլսեց իր խորհրդակիցներին, որոնք ասում էին փախնենք դեպի լեռները։ Նա լսեց Տիրոջ խորհուրդը եւ սպասեց տեղում։ Հենց այստեղ այս Սամոսի մեջ նկարագրում է, թե ինչպես, ասում է, եթե հիմա հիմները կործանին, արդարը ինչ պիտի ընե։ Դավիթը տեսնում էր, դա այն ժամանակ էր, երբ որ ամբողջ հիմները կործանված էին։ Արդարությունը, ճշմարտությունը վտանգի տակ էր ուղղված։ Մարդիկ, ասենք, չարությունը գնալով շատացել էր, մեղքը գնալով էլ ավելի էր բարձրացել։ Բարոյական բոլոր հիմքերը կործանվում էին։ Նայում էր Դավիթ իր շուրջը եւ տեսնում էր, որ բարոյական բոլոր հիմքերը կործանված են, արդարությունը չի գործում։ Եվ դրա համար այսօր ասում էր, եթե հիմա հիմերը կործանին, ինչ պիտի անի արդարը, արդարը ինչով պիտի զբաղվի, եթե տեսնում է իր 4 կողմերը հիմները կործանված։ Քանդվել են հիմքերը, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հասարակության մեջ բարոյական արժեքները, իրավական արժեքները արդեն որևէ բան չեն ներկայացնում իրենց, բոլոր արժեքները տապալված է։
Սիրելիներս, այսօր մենք նույնպես տեսնում ենք, որ բարոյական հիմքերը, բարոյական սկզբունքները Աստծո սահմանած ամեն բաները գնալով կործանվում է։ Մենք կարդում ենք 119 Սաղմոսի մեջ 126 խոսքում ասում է. Տիրոջը բան տեսնելու ժամանակն է, Տիրոջը բան տեսնելու ժամանակ, քանզի քո օրենքդ մերժեցին, բան տեսնելու ռուսերենում գրած գործելու ժամանակն է, այսինքն Տիրոջ գործելու ժամանակն է, որովհետև քո օրենքներդ մերժեցին։ Այսօր մենք տեսնում ենք աշխարհի մեջ ինչպես է քանդվում հիմքերը, բարոյական, արդարության, ճշմարտության, բոլոր հիմքերը քայքայվում է եւ գնալով էլ ավելի քայքայվում։ Պետք է այնքան քայքանվի, այնքան հասարակությունը մեղքի մեջ ապրի, մեղքը այնքան ծանրանա, որ բույսի ծնվի ները, եղբայրներ քուրեր։ Սիրելիներս, նաև մենք կարդում ենք, որ Սաղմոս Եսայի 24-ում ներողություն, Եսայի 24-ում նկարագրում է, թե ինչպես է, ասենք, մեղքի պատճառով երկիրը գալարվում է, երկիրը խմած մարդու նման գինովի նման գալարվում է։ Կարդամ Եսայի մարգարության 24-րդ գլխի 18-ից 21 համարները։ Տեսեք ինչ ասում։ Նու 17-ից կարդամ. Ով երկրի բնակիչ, վաղ գուբ եւ օրոգայ պիտի լակու վրա, ու վախին ձանեն փախչողը գուբը պիտի ինա, ու գուբի մեջ են ելնողը որոգայթի մեջ պիտի բռնվի, քանզի բարձրեն պատուհանները բաց են, ու երկրի հիմերը կշարժվեն, երկրի բոլոր հիմքերը շարժվում են, երկիրը բոլորովին կճնշվի, երկիրը բոլորովին կպատրվի, երկիրը բոլորովին կսարսի, երկիրը գինովի պես անդադար պիտի երերա, ու հյուղի պես պիտի շարժի, եւ անոր մեղքը պիտի ծանրանա նոր վրա, ու անիկա պիտի ինա, ու մեմնալ պիտի չելե։ Գինովի պես, խմած մարդու պես ասма պիտի երերա, ինչպես է խմած մարդը քայլելով երերում։ Այդ ձևով երկիրը պետք է երերա, եւ պիտի ինգնի ու պիտի չբարձրանա։ Սիրելիներս, արդարը ինչ անի, եթե հիմքերը կործանվում են, արդարը ինչ անի։ Այս խոսքերը միայն հուսահատության խոսքեր չեն, որ արդարը տեսնում է 4 կողմը այդպես քանդված, ամեն հիմքերը քանդված, բոլոր ճշմարտության հիմքերը, բարոյական հիմքերը, իրավական հիմքերը, բոլորը քանդված եւ արդարը կարծես մոլորվում է։ Ինչ անեմ ես։ Այսօր շատ արդարներ կան, որ իրաց կյանքում տեսնում են այս բաները եւ նորից մտածում են ինչ անեմ, ինչպես կարողանամ այս վիճակից դուրս գալ։ Այս խոսքը եղբայրներ քուրեր հուսահատության հարց չի։ Այս խոսքը նաեւ հավատքի փորձառության հարց է։ Եթե հիմերը կործանվում են, արդարը ինչ անի։ Թվում է, թե ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ վերանում է, այլևս հնար չկա, ուժ չկա, բայց մենք տեսնում ենք այս հարցի պատասխանը, այս խոսքի պատասխանը հաջորդ համարում։ 11-րդ Սաղմոսի մեջ, հաջորդ համարը 4-րդ խոսքի մեջ տեսնում ենք, Սաղմոս 11, 4-րդ խոսքը, ասում է, եթե երրորդում ասում է, եթե հիմերը կործանին, արդարը ինչ պիտի ինի, եւ հաջորդ համարը 4-րդ խոսքը տալիս է այդ համարի պատասխանը։ Տերը իր սուրբ տաճարի մեջ է, Տիրոջ աթոռը երկինքն է, անոր աչքերը կտեսնեն, անոր թարթիչները կքննեն մարդոց որդիները։ Տերը կքննի արդարը։ Եղբայրներ քուրեր, այս հարցի պատասխանը մենք տեսնում ենք հաջորդում, որ ասեց Տերը ինչ անի արդարը, բայց միևնույն ժամանակ ասում է Տերը իր սուրբ տաճարի մեջ է։ Դավիթը տեսնում էր Տիրոջը սուրբ տաճարի մեջ։ Դավիթը տեսնում էր երկնքի աթոռը։ Դավիթը տեսնում էր, որ Տիրոջ աչքերը ամեն տեղ, նրա թարթիչները ամեն տեղ քննում են։ Եղբայրներ քուրեր, այո, ինչ անի արդարը, այս հարցի պատասխանը մենք գտնում ենք այստեղ։ Թող արդարը նայի վերև, տեսնի Տիրոջ տաճարը, տեսնի, որ Տերը ամեն ինչը թեպետ սասանվում է, բայց Տերը իր տեղում է, Տերը երբեք չի սասանվի եւ Տերը երբեք չի թույլ տա, որ մարդը ամբողջությամբ ընկճվի։ Այո, Տերը վերևում է։ Եղբայրներ քուրեր, Տիրոջ աչքերը ասում ամեն բան տեսնում են։ Ես 3 առաջ օր առավոտ աղոթք էի անում եւ աղոթքի ժամանակ միտքս եկավ այստեղը, որ ասում է, որ 94 Սաղմոսի մեջ 8-րդ խոսքը ես կարդամ այդտեղը 94 Սաղմոս 8-րդ խոսքը ես համարը
աղոթքի ժամանակ ինձ մեջ եկավ եւ հետարքիր է, տեսեք ինչ է ասում։ Ուրեմն 94 Սամոս 8-րդ խոսքը։ Միթե նույն մի քիչ վերևից կարդամ։ Որփին ու վեցից, որփին ու բարդուխտը կսպանեն եւ սրբերը կմերցնեն ու կսեն Տերը չտեսներ ու Հակոբի Աստվածը չիմանար։ Իմացեք, ով ժողովրդին անմիտները, որ ու դուք ով հիմարներ, երբ միտ պիտի առնեք, միթե ականջ տնկողը չլսեր, կամ թե աչք ստեղծողը չտեսներ, միթե ազգերը խրատողը չհանդիմաներ, միթե մարդու գիտությունը մարդուն գիտություն սորվեցնողը չգիտեր։ Այստեղ մենք տեսնում ենք սիրելիներս, որ ասում է, որ ով հիմարներ, դուք ինչպես եք ասում, Տերը չի տեսնում, բայց չէ որ Տերն է ձեզ աչքեր տվե, որ դուք տեսնեք, Տերն է ձեզ ականջներ տվե, որ դուք լսեք, ինչպես եք ասում, թե Տերը չի տեսնում։ Սիրելիներս, մենք այստեղ տեսնում ենք Դավիթի խոսքերը, որ Տերը տեսնում է եւ Տերը լսում է։ Երբ որ աղոթք էի անում, այս խոսքերը, երբ որ այս խոսքերը մեջս եկավ, եւ ես հետարքիր ասիներս, մտածեցի, ասի, այ քեզ բան, մարդը տեսնում է Աստծո տված աչքերով, տեսնում է արեգակը, որ ինչքան է հեռու մարդուց, 150 միլիոն կիլոմետր, որ արևի լույսը, որը 300,000 կիլոմետր վայրկյան արագություն է, արևի լույսը 8 րոպեում հազիվ հասնում է երկրի վրա։ Նաև մարդու աչքը տեսնում է ոչ միայն արևը, այլ տեսնում է ավելին հեռուն աստղերը։ Եվ այդ ով է տվել, դա տվել է Աստված։ Եթե Աստված մեզ այսպիսի աչքեր է տվել, որ մենք 150 կիլոմետր հեռավորության վրա տեսնենք, հապա ինչպես Աստված չի տեսնում։ Ով հիմարներ ասում է, ով անմիտներ, իմացեք, ով ժողովրդին անմիտներ, ու դուք ով հիմարներ, երբ միտ պիտի առնեք, միթե ականջը տնկողը չլսեր, կամ թե աչք ստեղծողը չտեսներ։ Եղբայրներ քույրեր, Տերը գտնվում է իր սուրբ տաճարի մեջ եւ ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ լսում է եւ արդարը կարող է հիմնվել սրա վրա, թեպետ բոլոր հիմքերը կործանվում են, բայց Տիրոջ հիմքը չի կործանվում, Տերը իր նույն տեղում է գտնվում։ Փառք Տիրոջը, նա աչքերը ամեն բան տեսնում են։ Աստված օրհնի սիրելիներս, այսօր հասարակությունը թեպետ հիմնված է ճշմարտության վրա, բայց ճշմարտությունը այսօր աշխարհում մերժվում է։ Ճշմարտությունը մերժվում է, բայց ճշմարտությունը եղբայրներ քույրեր պետք է գտնվի եկեղեցու մեջ։ Դրա համար այսօր առաջին հերթին սատանան ուզում է քանդել ոչ թե ամբողջ աշխարհի հիմքերը, իհարկե դա երկրորդ հերթն է, բայց առաջի հերթին սատանան ուզում է քանդել եկեղեցու հիմքերը, եկեղեցու հիմքերը չլինեն։ Եվ այսօր մենք տեսնում ենք Եվրոպայում կամ ամենտեղ ինչքան շատ եկեղեցիներ կան, որոնք ժամանակին լավ եկեղեցիներ են եղել, բայց այսօր քանդված վիճակում մի մարդ էլ չկա, որ շինել են, ասենք մշակույթի ակումբներ են շինել, չգիտեմ ինչեր են շինել, ոմանք էլ ախոր են շինել, անգամ ձիերի ախոր։ Տեսնում եք, բայց այս ժամանակ լիքը ժողովուրդ էր գնում, հիմքերը քանդվեցին եւ ժողովուրդը այդպես դուրս մնաց։ Եղբայրներ քույրեր, սատանան ուզում է քանդել եկեղեցու հիմքերը, բայց եղբայրներ քույրեր, մենք չպետք է տեղ տանք այս ամենին։ Արդարը ունի անելիք, արդարը պետք է նայի վերև եւ տեսնի Աստծո աթոռը, տեսնի, որ Տերը այնտեղ նստած է իր սուրբ տաճարի մեջ եւ արդարը լինի անսասան, ասենք փառքեստներ դրա համար։ Եղբայրներ քույրեր, սատանան ուզում է այսօր եկեղեցու մեջ գցի մի փոքրիկ բան, ինչպես մեր սիրելի Հիսուս Քրիստոսն էր ասում Մատթեոս 23:26-ում, 23-ից 26 համարներում, որ ասում է ուխտը, ուրեմն մժղուկը քամում եք, բայց ուխտը կուլ եք տալիս։ Այսօր մժղուկներ է ուզում գցել Աստվածը սատանան եկեղեցու մեջ, որ մարդիկ մժղուկներով զբաղվեն, մոռանան այն կարևորի մասին, որ մարդը պետք է հիմնովին փոխված լինի, նրա ներսը պետք է լինի Քրիստոսով լցված եղբայրներ քույրեր։ Մենք շատ անգամ ասում ենք Աստծո կյանք ապրենք, Աստծո կյանքը մարդը ոնց կապրի, Աստծո կյանքը միայն Աստված կարող ապրի։ Այսինքն Աստծո կյանքը մենք ապրենք, եթե մեր մեջ Աստծո կյանքը լինի, ուրիշ ձև, ուրիշ ճանապարհ չկա։ Որպեսզի Աստծո կյանքը ապրենք, ուրեմն մենք պետք է լցվենք այդ կյանքով, որպեսզի այդ կյանքը ապրի։ Մենք չենք կյանքին ապրացնողը, կյանքն է մեզ ապրացնողը։ Դրա համար սիրելիներս,
Թող Աստված օրհնի մեզ այսօր, որպեսզի մենք նորից այս հարցը տանք։ Հիմա եթե դու արդար ես, քո մեջ շատ դժվարություններ ա կատարվել Դավիթի նման, քեզ մի հալածում են, չգիտեմ քեզի, ասենք ինչ դժվարություններ ա սպասում, ինչ անի արդարը, որտեղ գնա, ուր նայի, թող նա նայի երկինք, տեսնի Աստծո աթոռը, տեսնի Աստծո տաճարը, որ նա ամեն տեղ, ամեն ժամանակ իր տեղում ա գտնում, եղբայրներ քուրեր, եւ դրանից թող հույս առնի, փառք Տիրոջը։ Ուրեմն եկեք նորից եւ նորից հարց տանք, ինչ անի արդարը։ Այս հարցին նաեւ մի ուրիշ տեղ եմ ուզում սրա պատասխանը տալ։ Եսայի մարգարության 50-րդ գլուխ 10-րդ խոսքում կարդում ենք հետեւյալ խոսքերը։ Եսայի 50:10 Ձեր մեջ Տիրոջ մե վախեցող, անոր ծառային ձայնը մտի կնող ով կա, որ մութի մեջ կքայլե ու բնավ լույս չունի, թող անիկա Տիրոջ անվանը ապավինի։ Շատ հետաքրքիր է այսպես ասում։ Ձեր մեջ Տիրոջ մե վախեցող, անոր ծառային ձայնը մտի կնող ով կա, որ մութի մեջ կքայլե ու բնավ լույս չունի, ոչ քայլում է մութ Աստծո վախն ունի, բայց քայլում է մութի մեջ բնավ մի լույս չունի, թող նա Տիրոջը ապավինի։ Ինչպես ապավինի Տիրոջը։ Այդ մութի մեջ քայլողը, որ լույս ունի, ոնց ապավինի Տիրոջը, հիշելով Տիրոջ խոստումները, հիշելով Տիրոջ վկայությունները, որ արել ա քո կյանքում, ասենք փառքես Տեր Աստված։ Եվ դա թող նայի երկինք, տեսնի Աստծո աթոռը, տեսնի, որ ամեն բան Աստծո հսկողության տակ է։ Արդարը թեև տեսնում է քանդված հիմքերը, բայց Աստծո հիմքը երբեք չի քանդվում։ Աստծո աթոռը երբեք չի քանդվում, անսասան է։ Անփոփելով ասենք եղբայրներ քուրեր, որ եթե նույնիսկ երկրային բոլոր հիմքերը քանդում են, Աստծո գահը մնում է անսասան։ Արդարի անելիքը ոչ թե հուսահատվելն է ու վախենալն է, փախչելն է, տարբեր ասենք սարերը փախչելն է, այլ վստահել ու դիմել Տիրոջը։ Թող Աստված օգնի եղբայրներ քուրեր, որ եկեղեցու հիմքը դա Քրիստոսն է։ Քրիստոսն է այդ անկյունակարը։ Այսօր Քրիստոսին ուզում է շատ անգամ սատանան ուզում է Քրիստոսի փոխարեն մի հատ ուրիշ բան հիմք տնի, որպեսզի մարդիկ շեղվեն եւ քանդվի եկեղեցու բոլոր հիմքերը։ Բայց եկեղեցին սուրբ է, եղբայրներ քուրեր, նա պետք է բարձրանա Տիրոջ մոտ, նա պետք է մտնի այն քաղաքը, որի ճարտարապետն ու արարիչ Աստված է։ Փառք Տիրոջ դրա համար։ Աստված ինչ բան որ գործ որը սկսել է, նա ավարտին պետք է հասցնի։ Եկեք նայենք, մենք էլ Դավիթի նման նայենք երկինք, տեսնենք Աստծո աթոռը, տեսնենք նրա գահը եւ ասենք, ինչ պիտի անի արդարը, թող նայի վերև, թող նայի Տիրոջը եւ հույս առնի։ Եկեք ասենք, փառք Տեր, շնորհակալ լինենք Տիրոջից ու կանգնենք աղոթքի սրա համար։